Թշնամու թիկունքն ու դիրքերը սնող ճանապարհները, գյուղը, կրակակետերը, ամեն ինչ մեր զինվորների ափի մեջ է։ Նախիջևանի սահմանին հայկական զինուժը այժմ ավելի արդյունավետ դիրքերում է ամրացած։ Վերջին գործողությունների արդյունքն է։ Մենք ընդհանրապես կատարել ենք մեր մարտական խնդիրը մեր պատմական հայրենիքի պատմական տարածքներում։ Մեր բարոյական խնդիրը հետևյալն է. ազատ, հպարտորեն քայլել մեր տարածքներում եւ ապահովել մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը, նրա անվտանգությունը եւ նրա արժանապատվությունը։ Այն, ինչ մայրաքաղաքում ապրողին պաթոս է թվում, այստեղ 3300 մետր բարձունքին ամեն օրվա կյանք է։ Ասենք թշնամու ահ ու սարսափ գեներալ-մայոր, որը մտքով Շիրազի ու Նժդեհի հետ է։ Ցեղասպանության 100-ամյա ողբի մասին է։ Այլևս մեր սերունդը եւ հետագա սերունդները իրավունք չունեն բարոյական տեսանկյունից, որ նշենք միայն ողբերգական օրեր եւ տարիներ։ Մեծ Շիրազը այդ կապակցությամբ ասել է հետեւյալը, որ հայերը Սիփան սարին այնքան են լացել, որ լեռների մեջ արցունքներից վանածովն է գոյացել։ Հաջորդ մեր խոսքը պետք է լինի միայն հաղթանակի։ Հաղթանակի լեզվով էլ խոսում են։ Նոր, լավ պաշտպանող այս դիտակետ կրակակետերից։ Շատ էֆեկտիվնի բան է, ճիշտ այդպես։ Փորձարկվել է պրակտիկայում, կրակը վարվում է հակառակորդի կողմից իստիգալ տեսակի զենքերով, ռազրիվնոյ փամփուշտներով, պայթուցիչ։ Մի կրակոց ընդերից է լսվում, մի կրակոցը մեր մոտ է։ Եղել են դեպքեր, որ դիպել են դիտակետ կրակակետին, բայց ոչ մի խափանումներ չունենք։ Մեկ ուրիշ դիրքում մեկ այլ լեռնագագաթի, նույն ապահով պաշտպանությունն է։ Դիտարկվում են հակառակորդի հարակից 3-ից 4 մարտական դիրք։ Դիտակետը կահավորված անվտանգության պահանջների համաձայն եւ ամբողջ լեռնանցքը հակառակորդի դիրքերը, որոնք գտնվում են դիմացի լեռնաշղթայի վրա, ամբողջությամբ տեսանելի է։ Թե ցերեկային եւ թե գիշերային ժամերին։ Ժայռը ճանկրելով բարձրանում է մեքենան։ Մարտական դիրքեր տանող ճանապարհները, զինվորների կացարանները արդեն կառուցել ու կահավորել են։ Սյունիքի կտրող ձմեռը, որը նախկինում երբեմն դիրքերից ցած էր բերում, թե թշնամու, թե մեր զինվորներին, այժմ սարսափելի չէ։ Այստեղ մերոնք տանն են։ Կացարանները տաք են մեր զինվորների խոսք ու կատակի պես։ Մարդաբոյությունը նրանց համար բարենպաստ եղանակ։ Հիմնավոր կանգնած ենք մեր կացարաններով, մեր հենակետերի ինժեներական առումով սպասարկումով, փշալարերով, պարուրակներով, սիգնալի մինաներով, ամեն ինչով։ Մի խոսքով ապահոված են մեր հայկական պետական սահմանը հակառակորդի ոտնձգություններից։ Ոտքը գետնից կտրող այս համայնապատկերին ամեն անգամ նայելիս հրամանատարը մտածում է, սահմանից այն կողմ էլ հայկական հողեր են։ Օցասարը, Աղոթասարը, Շահապոնքի, Շարուրի գավառները։ Ջրամբարը ապրեն Նախիջևանն էլի։ Ենել բանն է այս։ Հանրաճանաչ քարն է։ Օցասարն ասում։ Օցասարի ձախի վրա մեր Գողթան գավառն է։ Իրեն հանրաճանաչ վերին եւ ներքին ագոլից գյուղերով, քաղաքներով, որ հիմա գյուղեր են, որտեղ եղել են մեծ քանակությամբ եկեղեցիներ եւ պատմություն։ Դժբախտաբար չկա։ Մտքերով է ընկնում ու ավելացնում։ Տեսնում ենք այն տարածքները, որտեղ ժամանակավորապես գտնվում են հակառակորդի ուժերը եւ միջոցները։ Աննա Բալյան, Արթուր Հունանյան, Հայլուր։